Հայաստանում հաշտարությունը հուլիսի 1-ից պարտադիր կդառնա ընտանեկան մի շարք վեճերի լուծման համար։ Դրանք են ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի որոշում, ալիմենտի բռնագանձում, ընդհանուր գույքի բաժանում, երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր, երեխայի տեսակցության կարգի սահմանում, ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում։ Հաշտարության առավելությունները իրականում բազմազան են, դրանցից կարելի է առանձնացնել ավելի արագ լուծումը վեճի գաղտնիությունը, որը շատ կարևոր է այսօրվա ժամանակներում, ինչու ոչ նաև այն հնարավորությունը, որ դու ես ընտրում մարդուն, ով որ կլինի քո գործով հաշտարարը, հաշվի առնելով նրա թե մասնագիտական, թե նաև անձնական հատկանիշները։ Դավիթ Ղարիբյանը նշեց, պետք է ուշադրություն դարձնել, որ ընտանեկան վեճերում բացի իրավական բաղադրիչից առկա է նաև էմոցիոնալը, եւ հաճախ մարդկանց պետք է ուղղակի խոսել ու լսել միմյանց։ Նաև միջազգային փորձով հիմնավորված արդեն տեսնում ենք հենց այն դրական արդյունքը, որ շատ հաճախ հաշտարությունը բավականին մեծ արդյունք է տալիս եւ այս վեճերը լուծում են հաշտարության փուլում, հետագայում արդեն ավել զարգացումներ չունենալով։ Հաշտարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար։ Ստորագրվելուց եւ հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման։ Ընտանեկան գործերը տարեկան միջինացված կտրվածքով, եթե օրինակ վերցնենք վերջին 3 տարիների դատական վիճակագրությունը, կարող ենք հասկանալ, որ խոսքը տատանվում է 2500-ից 3000-ի միջակայքում գտնվող գործերի վերաբերյալ։ Ներուժի մասին խոսելով, արդյոք պետությունը կարող է ապավել այդ ամենը, պետությունը արել է հնարավոր ամենը, որպեսզի այս գործերը պատշաճ կերպով քննվեն։ Այս պահին վերջին 1.5-ից 2 տարվա ընթացքում մենք որակավորել, վերապատրաստել ենք 125 հաշտարարների թվով, այսինքն հիմա կան 125 արտոնագրված հաշտարարներ, ովքեր պատրաստ են գործունեություն իրականացնել։ Պետությունը նպատակ ունի առաջին հերթին բնակչության եւ այդ թվում նաեւ դատարանների բեռը թեթևացնի, մասնավորապես բնակչության համար պայմաններ են ստեղծում ավելի մատչելի, ավելի կարճ ժամկետներում իրենց վեճը լուծել արտոնագրված հաշտարարի միջոցով եւ իհարկե այս բարեփոխումների արդյունքում նաեւ դատարանների բեռը կթեթևանա եւ դատարանները ավելի կբեռնաթափվեն այսպիսի տեսակի գործերով, որովհետև այստեղ ավելի շատ էմոցիոնալ կոմպոնենտը շատ ավելի շատ է միշտ լինում եւ մարդիկ ավելի հեշտ իրար հետ լուծումներ կարող են գտնել, քան դատարանի միջոցով կամ դատարանի օգնությամբ։ Գայանե Դեմիրճյանը նշում է, այս պահին կան 124 արտոնագրված հաշտարարներ, որոնց շուրջ կեսը ցանկություն ունի զբաղվել պարտադիր հաշտարարությամբ։ Մարզային ապահովվածություն եւս առկա է։ Յուրաքանչյուր մարզում ունենք գրեթե 2 եւ ավել հաշտարարներ, ովքեր մշտապես այնտեղ են գտնվելու եւ այս մասով կարծում ենք, որ այո, հաշտարարները կարողանան այս խնդիրը իրենց առջև դրված լուծել պատվով։ Պարտադիր հաշտարարության կանոնը կգործի, քաղաքացիները կարող են մուտք գործել e-mediation կայք, որտեղ հրապարակված է Հայաստանում գործող բոլոր այս պայծությամբ 124 հաշտարարների անունները, տվյալները, իրենց կենսագրությունը, որ ոլորտում են մասնագիտացված եւ կկարողանան այդպիսով կատարել հաշտարարի ընտրություն, ընդ որում կայքում կգտնեն նաեւ այն կոնկրետ հաշտարարների ցանկը, որոնք որ համաձայնվել են զբաղվել հենց ամուսնաընտանեկան գործերով, պարտադիր հաշտարարության գործերով։ Անի Համբարձումյանը ասաց, անհրաժեշտ է գրանցվել, մուտք գործել կայք, որից հետո մնացած գործողությունները կատարվում են օնլայն հարթակում։ Նշեմ, որ բացի առկա տարբերակից հաշտարարությունը կարող են իրականացնել նաև էլեկտրոնային օնլայն հարթակի միջոցով, նաև խնայելով իրենց ժամանակը եւ ավելի հասանելի է դառնում հաշտարարությունը, քանի որ չհեռանալով իրենց գրասենյակից կամ հենց տանից կարող են միանալ օնլայն կապով հաշտարարի հետ, մյուս կողմի հետ նաև եւ իրականացնել հաշտարարություն օնլայն կարգով։ Մինչև 2 ժամ հաշտարարության համար սահմանվել են հստակ գումարներ, որը որ հետագայում արդեն յուրաքանչյուր կես ժամը ավելացման դեպքում 5000 դրամ է գործում եւ այդպիսով ընդհանուր 2 ժամ հաշտարարության համար գործում է 20000 դրամ վճարման պարտականություն քաղաքացիների համար։ Եթե անձինք համապատասխանում են ներկայացված չափանիշներին, հայտնում են հաշտարարին, հայտարարագիր են ստորագրում եւ ազատվում են հաշտարարին վճարելու պարտավորությունից։ Դատավոր Հովիկ Շահնազարյանը նշված գործերով հաշտարարության պարտադիր դառնալը դրական գնահատեց դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու տեսանկյունից։ Սա եւս շատ կարեւոր քայլ է լինելու, որովհետեւ գիտեք, գործերի զգալի մասը դրանք ընտանեկան վեճեր են եւ ընտանեկան վեճերը կրճատելու արդյունքում եւս մենք կունենանք այն արդյունքը, որը որ կա։ Նոր կարգավորումը նպատակ ունի նվազեցնել ընտանեկան գործերով դատական բեռը, իսկ քաղաքացիներին առաջարկել առավել մարդամոտ ու արդյունավետ լուծման տարբերակ։